Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է եւ այսօր անկեղծ ասած բավականին մեղմ եմ տրամադրված, մեղմ, բայց չի նշանակում, թե դրանով որևիցե մեկին խղճալու եմ կամ ինչ-որ բան կարող է այնպես չի գնում։ Ոչ, պարզապես ես ուզում եմ մի փոքր մտորել, իսկ մտորելու համար իսկապես հանդարտությունը չի խանգարում եւ ձեզ էլ առաջարկում եմ մասնակից լինել այդ բարձրաձայն մտորումներին։ Նախ մի քանի մեկնաբանությունների, մի քանի հանրային մարդկանց, թե ոչ հանրային մարդկանց վերջին դեպքերի հետ կապված մեկնաբանություններին անդրադառնամ, առավել եւս նոր աչքովս ընկավ, ինչ-որ Նաիրա Զոհրաբյանն էլ էր սկսել ինչ-որ կակազելով են իրան հատուկ կտրտելով ձայնով որակումներ տալ, ուրեմն ասեմ Ալիևի կամակատարները հենց դուք եք հանդիսանում ձեր խմբակներով, ովքեր որ փողոցներից հետո տակացնելով ասֆալտը ֆրֆռում ու ինչ ասես խոսում եք, որոնցից ոչ մի բառը ճիշտ դուրս չի եկել։ Բնականաբար կան մարդիկ, ովքեր Սաթիկ News ազգային պառակտման գործակալության տարածած նյութերին ու նրանց մեկնաբանությամբ ցուցադրածն են հետևել ու այլ կարծիք ունեն, թե իբր գնելը եկեղեցու բակում հայհոյանք է տվել։ Ձեզ խորհուրդ կտամ մտնել Image, որպեսզի հերթական անգամ ծիծաղի առարկա չդառնաք, կարողանաք քննադատելուց գոնե մի բանին ամբողջական տիրապետել, նոր քննադատել, եթե իհարկե այդ լեքսիկոնով քննադատությունը կարելի է համարել քննադատություն։ Ամբողջ եթերը դիտեք ու ինձ վարքյանով ցույց տաք, թե որտեղ է գնելը, ինչ սադրիչ քայլ անում։ Եթե ցույց չտաք, ուրեմն դուք անպատասխանատու սրիկաներ եք։ Եթե ցույց կտաք, ապա կարող եք հրապարակայնորեն կամ դատարանով ինձանից սրիկա բառի պատասխանը ստանալ, ես այս բառը օգտագործում եմ վիրավորելու համար եւ ուղիղ տեսեք, տալիս եմ ձեզ հնարավորություն դատարանում օգտագործելու եւ կարող եք ուղիղ վիրավորանքի համար մտնել դատարան։ Ինչի համար ես պարտավորվում եմ պատասխանող որպես հանդես գալ դատարանում։ Հիմա ինձ համար նախ սարսափելի է տեսնել, զզվելի է տեսնել, թե ովքեր են Գարեգին Բեսի ու մնացած սրբազանների պաշտպանները։ Խոսում են նրանց սրբագույն էակ լինելուց հայհոյախառն լեքսիկոնով կամ անդաստիարակի նման լեզուները աչուցափ տալով, ընդ որում նրանց մեջ կար նաև կանայք։ Այս տեսակին մարդ ուզում է ասի դուք կարող եք դոգին էլ բերել սրբազան դարձնել ու ես բացարձակ չեմ զարմանա, որովհետև վերջին ժամանակներում ես առհասարակ զարմանալու ընդունակությունը կորցրել եմ արդեն։ Վաղուց չեք էլ պատկերացնում, թե դա ինչ հետաքրքիր զգացողություն է, երբ որ չես զարմանում, առհասարակ ոչ մի բանի վրա էլ չես զարմանում։ Կարող ես գնահատական տալ, բնութագրել, բայց չես կարողանում զարմանալ։ Սա էսպես, ու մինչև կշտապեք մեկնաբանություններում ձեր ընտանեկան դաստիարակությունը ի ցույց դնել, կխնդրեմ լսել ամբողջը։ Մարդիկ կան մտել են, ես երեկոյան Facebook-յան էջով, ինչու Facebook-յան, որովհետև հեռուստատեսային ֆորմատով այդ արտահայտությունները անելու տեղը չի, բայց Facebook-յան եթերով ընթերցելու եմ ձեր գրառումները ու ձեզ հատ-հատ պատասխանեմ։ Ну, կամ ընդհանրական պատասխանեմ, բայց հիմա շարժվենք առաջ։ Տեսեք, նախ ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ ես անձերի պաշտպան չեմ։ Ես գաղափարների պաշտպան եմ, քաղաքական իմաստով։ Դա դուք չեք կարող ասել։ Ձեզանից որևիցե մեկը չի կարող ասել, որովհետև դուք ամեն օրով ապացուցում եք, որ դուք անձերի պաշտպան եք։ Մեկը կողոպտիչ ալբանացուն է պաշտպանում, մյուսը սալյարկի գործով կամ մյուս կաշառքի գործով անցնող մյուս նախագահին, մյուսը որոշ պղծերի, նրանց համարելով սրբազաններ ու չգիտես ինչեր։ Դուք անձերի եք պաշտպանում, դրա համար ձեզ հասու չի իմ գործունեությունը, որը որ փորձում եք դարձնել քաղաքական։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում արդեն երկար ժամանակ, ես հասարակական գործունեությամբ եմ զբաղվում։
Եվ եթե շատ եք ցանկանում ինձ ինչ-որ կերպ նկարագրել, որ հասկանաք թե կոնկրետ որ գնելը, ապա ֆիքսեք հանրային օրակարգի պաշտպանություն հասարակական կազմակերպության նախագահ գնելը։ Հոբ դա իր կրճատ անվանումն է, հոբ։ Կարող եք շփոթել նաև հակաօդային պաշտպանության հետ, մեծ հաշվով մենք գրեթե նույն գործն ենք անում, բայց առանց զենքի։ Իսկ հոպի ֆունկցիան գիտեք ինչումն է։ Հոպը չի թռնում, որովհետև ինքը թռնող սարք չի, բայց թույլ էլ չի տալիս, որ ուրիշները թռնեն։ Հասկացաք։ Թե ես ում աջակից կլինեմ, ում չէ, դա ձեզ բնավ թող չհուզի, որովհետև տգետ բաներ եք անում, որոնք որ ծիծաղ են միայն առաջացնում։ Շարժվենք առաջ։ Հիմնականում տեղադրում են որպես մեկնաբանություն իրադարձություններին Նիկոլ Փաշինյանի գրած գրքի երկրի հակառակ կողմը գրքից ինչ որ հատվածներ, որտեղ որ կա որոշակի սեռական բնութագրում։ Անկեղծ եմ ասում, ժողովուրդ ջան, ես չեմ ընթերցել այդ գիրքը, բայց խոստանում եմ առաջիկայում գտնել անպայման եւ կարդալ, որովհետեւ հասցնում են դրան։ Եվ մինչև չկարդամ, ես չեմ կարող պատասխան տալ, բայց եթե որևիցե մեկը ունի, խնդրում եմ փոխանցեք, կարդամ կվերադարձնեմ։ Բայց այսպեսի մի բան, երբ որ ես խոսում եմ որոշ սրբազաններից, ինչի եք դուք դա բերում դնում, ես դա եմ ուզում հասկանալ։ Սրբազանից եմ խոսում, ունեք սրբազանի մասով հետս բանավիճելու, եկեք բանավիճեք։ Կամ եթե առաջարկում եք Նիկոլ Փաշինյանից խոսենք, ես դարձյալ շատերիդ հրավիրել ու շարունակում եմ հրավիրել, եկեք բանավիճենք։ Ես օբյեկտիվ մարդ եմ եւ օբյեկտիվորեն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի գնահատելով իմ պետության մեջ իրավիճակը, այսօր ես այո քաղաքական պատկերացումներով սատարել ու սատարում եմ թե Նիկոլ Փաշինյանին, թե բոլոր այն քաղաքական ուժերին ու ղեկավարներին, որոնք որ ժողովրդավարության հաստատման ուղղությունն են բռնել, ոչ մեկին ոչ ավել, ոչ պակաս։ Իսկ եթե այդ գրքից ինչ-որ այդ հատվածներն եք ասում, ասեմ հետևյալը, նախ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է աշխարհիկ մարդ։ Եվ գրքից հատված վերցնել, ես ձեզ կարող եմ այլ բան ասել։ Օրինակ, վերցնում դիտում եք Դեկամերոն ֆիլմը, այնտեղ ահագին կեղտոտ սեռական տեսարաններ կան։ Տեղադրում, կարող եք տեղադրել ու ասել, սա պորնոգրաֆիա է։ Բայց երբ որ այդ ֆիլմը ամբողջովին դիտեք, կհասկանաք, որ դա մի ամբողջ փիլիսոփայություն է, մի ամբողջ փիլիսոփայություն, որին ձեր իմացած ոչ մի հեղինակ դեռևս չի հասել։ Ոչ էլ Կուշտունիցանա կարողացել նման բան նկարի։ Հասկանում ենք իրար, թե ոչ։ Պազոլինիի ֆիլմն է, Պազոլինին է նկարահանել Դեկամերոն, կամ կարող եք դիտել Սոդոմ, նույն Պազոլինիի Սոդոմ Գոմորի 120 օրը։ Եվ դուք կտեսնեք այնտեղ եկեղեցիների ներսի նկարագրությունները ու կհասկանաք, երբ խոսքը ինչի մասին է։ Հիմա վերադառնալով այդ գրքին, քանի որ չեմ ընթերցել ամբողջը, չեմ բանանի, բայց մինչև ես ամբողջը չկարդամ, չեմ հասկանա կոնկրետ այդ տեսարանը ում եւ ինչին է վերաբերվում եւ ինչու էր անհրաժեշտ, որպեսզի բաց նկարագրվի։ Հասկանում եք։ Բայց մյուս կողմից շատ զգում եմ ինչ որ դուք բան եք, այսպես այդպիսի բառերից խուսափում եք, ապա ինչու եք դա սկրինշոտ անում, պահում ձեր հեռախոսի մեջ բավական չի, դեռ տարածում համացանցում։ Դուք դա ի՞նչն է պատմում, որ վայ տեսեք ինչ ա գրել, ինչ կա դրա մեջ։ Մի ամբողջ Պաոլո Կոելյո էր դիմավորում, այստեղ ձեր այն մյուս նախագահը կամ իր աշխատակազմը, բա չեք կարդացել այս Պաոլո Կոելյոյի գրքերից։ Ու էլի տես բաներ, այսինքն պարզապես խնդալու է ձեր մակարդակը, վայ տեսեք այստեղ նկարագրել է չգիտեմ ինչ, հա։ Ու գիտեք ամենա մեծ դիսոնանսը որտեղ է կանում, դուք համարում եք, որ վայ եթե Գարեգինին կպել է,
Չնայած չի կպել, հայտարարությունը արել։ Հիմա կկարդամ կոնկրետ այդ հայտարարությունը նույնպես։ Ուրեմն նա այսպես դուք պիտի հարցակվեք, պաշտպանենք Գարեգինին։ Ուրեմն մեկն էլ առհասարակ ասում էր Ագնեսան էր Խամոյան, հետո այդ միտքը տարածվեց։ Կաթողիկոսը որ մի հատ ասի դուրս եկեք, բոլորը դուրս կգան։ Նա այնքան տենց բան ունի իր հանդեպ։ Գիտեք ինչ, կաթողիկոսը Գարեգինը չէ ով էլ լինի, որպես հայրապետ իհարկե ընդունված է լինելու հասարակության կողմից։ Մնացածը ըստ իր գործունեության։ Ես դրան էլ հիմի կանդրադառնամ անձնական օրինակով, հա, որովհետև այսօր մտորելու օրին։ Դուք կարող եք պաշտպանել Գարեգինին, այն դեպքում, երբ որ նա կասկածի տակ է նրա կուսակրոնությունը։ Բայց թշնամի են բոլոր նրանք, ովքեր կարող են պաշտպանել օրինակ վարչապետի մի գրառումը։ Այդ ո՞նց է լինում։ Այս զոմբի են նրանք, բայց դուք զոմբի չեք։ Ասենք այս տրամաբանությունը ձեզ ով է սովորացնում։ Որտեղ եք սովորել սենց, որտեղ եք սենց դաստիարակվել։ Ամեն մեկիդ համար կարևոր են ձեր իրավունքները ու բոլորը պիտի հաշվի նստեն դրա հետ։ Բայց դիմացինի իրավունքները ինչի մասին են։ Ու ամեն քաղաքացու իրավունքը ինչի մասին է։ Տեսեք։ Մարդիկ կան համարում են եկեղեցու դեմ արշավ։ Եկեղեցու դեմ արշավ գոյություն չունի, եկեղեցու դեմ արշավը եկեղեցու ներսում է արդեն 20 տարուց ավելի։ Կոնկրետ Գարեգին բան կամ մյուս առնվազն 2-3 սրբազան, 3 սրբազան խախտել են կուսակրոնության ուխտը, ըստ մեղադրանքների որոշ կամ ըստ բացահայտ իրավիճակների։ Եվ կանոնադրությունը ենթադրում է պատասխանատվություն։ Ասում եք խիեք խառնվում դրան, օքեյ։ Ուրեմն այսպեսի մի հարց, նայեք, որ վարչապետին է անդրադառնում։ Եթե վարչապետը, ով հանդիսանում է պետության վարչապետը, մեր բոլորիս, նաև ձեր ուզեք թե չուզեք, եւ նաև Գարեգին Բ-ի։ Ճիշտ այնքան, ինչքան որ Գարեգին Բ-ն հանդիսանում է նույն վարչապետին, նաև երկրի կաթողիկոսը։ Ուրեմն, եթե վարչապետը իր գործառույթից շեղվի եւ խախտի սահմանադրական կարգը, նա պիտի ենթարկվի այս նույն սահմանադրության, ենթարկվի քրեական պատասխանատվության ու բնականաբար հրաժարական տա։ Եթե լինի նման դեպք, ես այնքան եմ իմ պետությունը հարգում, որ ինքս առաջինը կանգնած կլինեմ այնտեղ ու կպահանջեմ, որպեսզի դա անպայման այդպես ընթանա։ Երբ կառավարության աշխատակիցներից, պետական աշխատողներից որևիցե մեկը խախտում է իր պարտավորությունները, կոռուպցիայով զբաղվում, կաշառակերությամբ զբաղվում կամ ինչ-որ մի օրենքով արգելված բանով, պետության օրենքով արգելված, նա ենթարկվում է պատասխանատվության, նույն օրենքի համաձայն։ Եվ այդ պարագայում մեկը իմ սրտից այսքան կաթիլարուն չի գնում, ճիշտ հակառակ, ես շատ ինձ լավ եմ զգում, ուզում եմ հալալ ախպերս լինի, եթե պետությունից գողանում է, պետական աշխատող լինելով, ուրեմն պիտի պատասխանատվության ենթարկվի։ Հասկանում եք։ Այսինքն ես որպես քաղաքացի այդ թեզն եմ պաշտպանում։ Եվ մեր հասարակական կազմակերպությունը հենց դա է վերահսկում նաև։ Եվ ասեմ ավելին, մենք ունենք որոշակի գրանցած արդյունքներ։ Եվ ինձ համար հիմա զարմանալի է, թե ինչի որոշ հավատացյալներ չեն հասկանում, որ եթե կա սրբազան, ով խախտել է ուխտը, նա իրենց իսկ ընդունած օրենքների համաձայն պիտի փիլիոնազրկվի, այստեղ անձնական հարաբերությունները չեն հարցը։ Թող որպես սրբազան կարգալույս լինի, դա ամբողջ կյանքովի է կարգալույս, դառնա քաղաքացի, կուզեք շփվեք։ Հասկանում։ Դուք առաջինը պիտի լինեք, որ պաշտպանեք եկեղեցին դրանից, ոչ թե հակառակ կանգնեք ու պաշտպանեք հանցագործությունը։ Երբ որ Բագրատ Սրբազանը կոչեցյալը դուրս էր գալիս ինչ-որ քաղաքական հայտարարություններ անելու, մենք այսօրվա մասին ենք խոսում, մեկը ես այստեղ նստած։ Ասել եմ, քանի որ իրավունք չունի քաղաքական դաշտ մտնի, ու ինքը չի ուզում դա ընդունի ու շարունակում է,
Դրանով խոցելի է դարձնում եկեղեցու դերն ու նշանակությունը։ Եվ դա ասել եմ սրտացավությունից ելնելով։ Ու խնդրել եմ, ասել եմ թող այդ փիլոնը հանի, որպես քաղաքացի ունի բոլոր իրավունքներն ու հնարավորությունները եւ ոչ ոք չի կարող, ես կարող եմ քննադատել որոշ մեկնաբանություններ, բայց չեմ կարող քննադատել բողոքի ակցիայի իր իրավունքը։ Հասկանում եք, բայց նման իրավիճակում որպես սրբազան նա այդ իրավունքը չունի։ Ոչ թե որովհետև ես եմ այդպես ուզում, այլ որովհետև այդպես է գրված։ Ես խնդրում եմ, երբ որ մի ձեռքով կարդում եք Աստվածաշունչը, մյուս կողմից ծանոթացեք սահմանադրության հետ, որպեսզի դարձյալ ծաղրելի, ծիծաղելի իրավիճակում չհայտնվեք, ես դա չեմ ուզում։ Ես չեմ ուզում իմ հասարակության մեջ լինեն որդեր, հասկանում եք, լինեն Սաթիկ Նյուզի տակ մնացած պառակտված քաղաքացիներ։ Ես թշնամիներ Երևանում ու Հայաստանի Հանրապետությունում չեմ փնտրում։ Հակապետական գործիչների տեղը գիտեմ, հասարակության մասով պատրաստ եմ շփման մեջ մտնել ցանկացածիդ հետ։ Բայց դուք ոնց որ այդպես չեք մտածում, դուք թշնամաբար եք լցված։ Ինչու՞։ Ինքներդ ձեզ համարելով հավատացյալ, դուք ատելությամբ եք լցված, ճիշտ բան խոսելու կամ խոսելու իր իրավունքից օգտվողի հասցեին, ապա ես ձեզ կարող եմ ընդամենը մեկ առաջարկ անել. ծնկեք եւ աղոթեք։ Ծնկեք եւ աղոթեք։ Աղոթեք ձեզ համար։ Ինձ համար պետք չի, լավ, ինձ համար աղոթողի մայրն է առաջնահերթ։ Ում աղոթքները ես ամեն քայլափող իմ մաշկի վրա զգում եմ։ Եվ ընդունում եմ, այո, ի տարբերություն ձեզ իմ մեղավորությունը, որ ես այնքան էլ հաճախ չեմ աղոթում։ Գումարած դրան, ինձ համար աղոթում են էլի շատ մարդիկ։ Ինչի համար շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ մինչև հոգուս սրտիս խորը ամենանեղն բջիջը։ Հասկացաք, դուք ծնկեք, աղոթեք ձեզ համար, որովհետև ատելությունը ձեզ ուտում է։ Եվ ձեզ ուտելով հանդերձ քանդում է իմ պետականության հիմքերը եւ իմ եկեղեցու հիմքերը։ Հասկանում ենք իրար։ Մեկը գրել է, ասում է, հայհոյանքով գրել է, նախ երբ որ հարց պիտի ձևակերպեք, սովորեք դիմացինին սկզբում հարցը նորմալ տալ, հետո ինչպես կծավալվի զրույցը, ըստ այդմ ինչ ուզում է լինի, բայց երբ որ հայհոյանք եք տալիս ու հարցական նշան եք դնում, դա տգիտության դրսևորում է ու անդաստիրակի լակոտի դրսևորում է, անդաստիրակի լակոտի։ Սովորեք հարց ձևակերպել առանց մունատների, որովհետև երբ որ մունատով ու վատ լեքսիկոնով է լինում, պատասխանողը այնքան էլ տրամադրված չի լինում հարցին պատասխանի, որքան ուզում է տասնապատիկ հայհոյանքին պատասխանի։ Գոնե ստաժական բաները սովորեք։ Սկսեք ֆիքսել։ Ես համբերատարությամբ կարող եմ ձեզ շատ բաներ սովորեցնել։ Բայց գիտեք ինչ, բժիշկն անզոր է, եթե հիվանդը չի ցանկանում բժշկվել։ Ես էլ սովորելու կարիք ունեմ շատ բաների։ Ու եթե դուք ձեր հարցը ձևակերպելու ձևը իմանաք, գուցե անգամ ձեր հարցից ես բան սովորեմ։ Ու ես չեմ թաքցնում դա։ Որովհետև ամոթ բառը ուրիշ դեպքերի մասին է, նման բանի մասին չի։ Եվ ու կա մի հատ ուրիշ հարցադրում նույնպես, բա ինչի ես հենց հիմի խոսում, յանի վարչապետը խոսես, նոր ես դու խոսում։ Երբ որ ես խոսել եմ, վարչապետը վարչապետ չի եղել։ Եվ դա կարող են փաստել ոչ միայն Հայաստանում գործող եկեղեցականներ, կղերականներ, այլ նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս գործող կղերականներ։ Եվ մի պարտադրեք, որ ես տարբեր անձանց հետ անձնական խոսակցությունները դարձնեմ հրապարակային, դա իմ դաստիարակության մեջ չի մտնում։ Բայց
Եթե ճնշումը մեծանա, ես պարտադրված կլինեմ։ Ու դուք շատ ավելին կտեսնեք, ու դուք կամաչեք։ Ու դուք անպայման կամաչեք։ Այնպես որ ես ձեզ հրավիրում եմ կառուցողականության դաշտ։ Դուք կարող եք ատել ինձ, կարող եք ատել երկրի վարչապետին, կարող եք ատել ու կամ սիրել որևիցե մեկին, բայց մեղադրանքներ հնչեցնելուց առաջ մի հատ հայլումից ձեզ նայեք։ Մի հատ ձեր հոգու խորքը նայեք, ու մի հատ նայեք որքան կարող եք անկեղծանալ։ Ու ես հեսա կանկեղծանամ կարճ դադարից հետո, կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Ուրեմն այսօր նայում եմ Ազատությունը, ճակերտավոր Ազատությունը, որը վերածվել է Static News-ի ներկայացուցչական կազմի մեջ է մտել, գնացել է ինչ-որ առինջում, շատ հիանալի կոթող է մի հատ նկարում, որը որ զգացվում է հիանալի կոթող է եղել, մի քանի դարերի, տասնամյակով դարերի ընթացքում փլուզվել, քանդվել է, ու ներկայացնում է, թե տեսեք, անգամ պետության հոգացության ներքո գտնվող եկեղեցիները չուլանացված են։ Ու սա տարածում է, որպես բան էլի, տես միտքը մանիպուլացնելու համար։ Հիմա ես ասեմ տվյալ ռեպորտաժը պատրաստողին։ Մի կողմից շնորհակալ ենք, իսկապես որպես քաղաքացի շնորհակալ եմ նյութի համար, ցույց տալու համար, թե դա որտեղ է գտնվում, կփորձեմ այցելել, շրջել, չգիտեի տեղը, բայց մյուս կողմից մանիպուլացումները վատ բան են։ Քեզ հիմի ասեմ, հենց այ հիմա դու սկսում ես, այ հենց այդ ռեպորտաժով ցույց ես տալիս, որ դու սկսում ես քիչ-քիչ հասկանալ ու գալ այն տիրույթ, որտեղից որ սկսել է այս խոսակցությունը։ Ազատություն կայանի այդ կայքա ինչա, այդ ռեպորտաժը պատրաստող լրագրող։ Տես, կառավարության նիստին, կառավարության, ոչ թե եպիսկոպոսած ժողովին, կառավարության նիստին, կառավարության ղեկավարը, կառավարության ներկայացուցչին, ԿԳՄՍ, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարին ներկայացնում է իր տեսածը, այն նաև հենց դրա մասին է խոսքը։ Հասկանում ես։ Հիմա դու որ այդ ռեպորտաժը սարքել ես, ես կարող եմ քեզ մեղադրել, որ դու դուրս ես եկել եկեղեցու դեմ։ Ոչ, չեմ կարող, ճիշտ է, որովհետև դու դրանով մտահոգություն ես դրսևորում, ճիշտ է։ Այդ նույն բանը եղավ կառավարությունում։ Ու ես խնդրում եմ այն կիսատ Ազատությունը, որ մանիպուլատիվ ձևով կիսատ գցել էր նյութը ու այս պարակտիչ գործողությունը գնաց։ Այ գնացեք դա շտկեք ու մի հատ էլ դիտեք սկզբից մինչև վերջ ու կտեսնեք, որ խոսքը հենց դրա մասին է։ Հենց դրա մասին է։ Հիմա դուրս եք եկել ինչն եք փորձում առ, բայց դրա մասին է խոսքը։ Որ այո, Հայաստանի Հանրապետությունում եկեղեցիների մեծ մասը, գործող եկեղեցիների, մեծ մի մասը չուլանացված են, վերաբերմունք նորմալ քրիստոնյայի չկա եկեղեցու հանդեպ, մյուս կողմից, այո, կան նմանատիպ կոթողներ ու նմանատիպ կոթողները հարյուրավոր են, եթե ոչ հազարավոր Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, որոնց վրա հարյուրամյակով ինչպես նաև վերջին անկախության 30-ից ավել տարիներում, 34 տարիներում, ոչ մի ուշադրություն չի դարձվել։ Եվ այսօրվա իշխանությունը արդեն մի քանի այդ հարյուրավորից, դե կներեք, բոլորը միասին չի կարողանալու անել։ Հիմա ինչ անի, մի կողմից, որ մեկը անի։ Մի քանիսը արդեն նորոգել ու հիմնանորոգել է։ Եվ այսօր էլ
եթե ուշադիր չեղաք, կառավարության նիստի ժամանակ ասվեց բջնի եկեղեցու պատը փլուզման շեմին էր, այն հիմնանորոգվել է, և ոչ միայն հիմնանորոգվել է, կներեք, իսկ ամրոցի պարիսպները լուսավորվել, այս ազատության լրագրողին խորհուրդ կտամ գնալ դա ֆիքսել, և ես նրան խորհուրդ կտամ գիշերը երեկոյան ժամերին Երևանյան փողոցներում գտնվող, տարբեր այգիներում գտնվող եկեղեցիների տարածքը նույնպես նկարահանել, ասեմ թե ինչու, որովհետև կաթողիկոս կոչեցյալը, ով ավելի սազականա քանդողիկոս անվանը, քանդողիկոսը շատ տերտերների վզին դրել է, եկեղեցու տարածքի լուսավորումը և գազը, որտեղից ուզում են ճարեն մուծեն, գումար այդ ուղղությամբ չի հատկացվում, կարող է դուրս է գրվում, բայց չի հատկացվում, և իմ խոսքերը վստահ եղեք ի տարբերություն Սաթիկ Նյուզի, ամեն տառն ու բառը ունեն 100 տեսակ հիմնավորում, թե իրավական, թե բնութագրական, թե ամեն ձևի, հասկացաք թե չէ, ես չեմ ցանկանում հիմի անուններով խոսել, որևիցե մեկին չվնասելու համար հրապարակային ձևով, իսկ եթե առանձին կցանկանաք իմանալ, հապա իմ հեռախոսը հասանալի է, մենակ թե լավ բանի համար զանգեք, բայց չեք զանգի, որովհետև Սաթիկ Նյուզին դա չի հետաքրքրում, Սաթիկ Նյուզին հետաքրքրում է ազգային պառակտումը, որովհետև իրենք ազգային պառակտման գործակալություն են, սա այսպես, հիմա ես ուզում եմ, հիմա մտորելու մասին, չնայած այս ընթերցանությունը նույնպես մտորում է, ուրեմն Նազար Քելեշյան, շատ հետաքրքիր գրառում, 9 տարեկան հասակում ծնողներիս հետ առաջին անգամ այցելեցի Հայաստան, կարող եմ ասել, որ շատ բան չեմ հիշում այցելությունից, կներեք, բարբառով ա գրած, ես դրա համար եմ մի փոքր դանդաղ կարդում, բայց ամենաշատը տպավորվել եմ Էջմիածնում թանգարան այցելությունից հետո, Վազգեն առաջինը ընդունեց մեզ որպես զբոսաշրջիկների, խմբում ես ամենափոքրն էի տարիքով, դրանով երևի բախտավորվեցի կաթողիկոսի ուշադրությանն արժանանալու, կանչեց իր մոտ, անունս հարցրեց և հայրաբար շոյեց գլուխս, և ես համբուրեցի մեծության աչը, այդ աչհամբյուրը առաջին և վերջինն էր, որպես կղերականի աչհամբույր, այսօր տարիների խորքից, երբ մտածում եմ դեպքի մասին, գեր երջանկություն և հպարտություն է մեջս գլուխ բարձրացնում, բախտ եմ ունեցել համբուրելու Վազգեն առաջինի աչը և դրանով ամեն ինչ ասված է, ես առանձնակի չեմ փայլում ջերմեռանդ հավատքով, բայց Վազգեն առաջինը միանշանակ իմ կաթողիկոսն է, չեմի չէ, Գարեգին B. Եվ տեղադրած է Վազգեն առաջինի նկարը, մեզ բերված են Վազգեն առաջին կաթողիկոսի խոսքերը, տիկնայք և պարոնայք հավատացյալներ, որոնք հետևյալն են, ես քրիստոնեությունն ընդունում եմ այնքանով, որքանով այն ծառայում է իմ ազգին, կաթողիկոսը քրիստոնեության իր պատկերացման սահմանումն է տալիս, կարելի է շատերին ընդունելի լինել, կարելի է շատերին չէ, բայց ազգը սա սիրում է, և նա դարձավ գոնե մեր գիտակցման մեջ դեռևս միակը, իհարկե իրենից առաջ արդեն կան շատ կան, հիմա, քանի որ անկեղծության ժամ ենք հայտարարում, մի քանի րոպե անկեղծանամ, անկեղծ լինեմ,
ինձնից խոսեմ, հա, որ հետագայում իմ գործունեությունը շատերիդ պարզ լինի։ Ինձնից հնարավոր է ընդունված նորմերի համաձայն նորմալ հավատացյալ դուրս չգա։ Որովհետև ես Աստվածաշունչը ընկալում եմ յուրովի։ Ես ընթերցել եմ Աստվածաշունչը եւ ընկալում եմ նրա մեկնաբանությունը յուրովի։ Քիչ եմ ժամանակ հատկացնում կամ առհասարակ գրեթե չեմ հատկացնում, լավա թե վատ դա կներեք հարցի մյուս կողմն է։ Երբ Աստվածաշնչից օրինակներ են բերում, մեկնաբանում են քահանաները կամ բան, իսկ հանրությունը կանգնած լսում է, աղոթում է, ես հարգում եմ ամեն մեկը իր մոտեցման մեջ, ինչպես որ իրեն հարմար է գտնում, բայց ես դրան այդքան էլ բան չեմ, որովհետև ամեն մեկը յուրովի կարող է մեկնաբանել։ Եվ ես չեմ ուզում մեկի մեկնաբանությունը դառնա մասսայական։ Ես կարող եմ մեկի մեկնաբանության շուրջ խորհել, ընդունել կամ չընդունել։ Ոչ թե գրածը, այլ մեկնաբանությունը։ Բայց որ դա այդ մեկնաբանությունը պիտի բոլորի համար օրենք դառնա, ես մի քիչ այդտեղ զգուշավորություն եմ դրսևորում։ Եկեղեցի հաճախ եմ գնում։ Գնում եմ իմ պատկերացումներով ու իմ մեկնաբանությամբ։ Ես իմ Աստծու հետ էլ շատ եմ լինում, դարձյալ իմ մեկնաբանությամբ, իմ հավատքի չափով, որը որ ոչ մեկի քննարկման նյութը չէ։ Բայց անգամ դա ունի իր պատճառը։ Տեսեք, այսօր տեսնում եմ ես որոշ քահանաների ու սրբազանների, ովքեր որ մեղադրում են սրան նրան մյուսին աղանդավոր լինելու մեջ։ Կներեք էլի, ես աղանդավոր չեմ, քավլիցի, ոչ մի տենց ու ընդհակառակ, ես իմ եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին է, սենց, դրա մասին չի խոսքը, օբյեկտիվության մասին է խոսքը։ Երբ որ դուք լինելով հայ առաքելական եկեղեցու, սահմանադրական մարմին, քննադատում եք որոշներին աղանդավոր լինելու մեջ, դուք ձեր մեղքը այդտեղ չեք տեսնում, ձեր անգործության մեղավորության բաժինը չեք տեսնում, իսկ ես ձեզ կարող եմ հուշել։ Ամենաշատը աղանդները մտան Հայաստան, այդ դրսից ներխուժեցին Հայաստան, շատ ծանր իրավիճակում, 90-ականներին, պատերազմի ընթացքում ու հետո, լույս չլինել, հաց չլինել, այս շրջանում։ Ու առհասարակ աղանդները աշխարհի բոլոր պետություններ հենց այդպես են մտնում, այդ շրջանում են մտնում, երբ որ ծանր իրավիճակ է ժողովրդի մոտ, բաց ազդեցության գոտում են եւ կարող են հանգիստ ներգործել նրանց տրամադրությունների վրա։ Իհարկե, այս պարագայում հավատքով շատ ավելի հեշտ է դառնում, Աստված քեզ հետ է, դու կարող ու այսպես քաշում են, դառնում են իրենք լավա մարդը ու քաշում են իրենց մոտ։ Այդ ընթացքում դեռ 94, 5, 6 թվականներին ես նաև այն մարդկանց համար, ովքեր ասում են սպասում էի վարչապետի խոսքին։ Ես երիտասարդ էի բավականին, բայց արդեն բողոք ունեի մեր քահանաներից, որ այդ ժամանակ կհիշեք քահանաները մի քիչ այսքան շփման մեջ չէին ժողովրդի մեջ, ազատ հայերենով։ Ասում են ինչի են իրենք բարդ լեզուն ընտրել, գրափար լեզուն, որը պաշտում եմ, հարցը դա չի։ Հանրության հետ շփվելու համար, այս սրանք ավելի պարզ են խոսում ու հոգեվորսություն են անում, կարելի է տարբեր ձևերով շփվել, ավելի բացվել, սովետական կարգերից հետո դեռևս հասկանալի է դժվարությամբ էին բացվում, բայց այդտեղ արդեն սկսվում էր, ու այդպես գնաց, ձեր
զուգահեռ անգործության ընթացքում, հա, գումարած սրան, պետության ղեկավարների, կողոպտիչ ղեկավարների հատկապես գործունեությունը տարավ նրան, որ շատերը պարզապես Հայաստանից հեռացան ու նրանց մի մասը հենց հավատքի մասով է փախստական հանձնվել։ Ներկայացել է որպես աղանդավորում, հալածում են, այսքան բան, դա արդեն փախստականի կարգավիճակ է։ Մինչև որ կառավարությունը ստիպված եղավ ընդունել, որ կարող են այստեղ գործել որոշ աղանդներ։ Այս ամեն ինչ եղել է նաև ձեր դուք անտեր եք թողել հոտին, ու այդ անտեր հոտի մեջ մտել են որոշ գայլեր, կամ այլ ոչխարներ, կամ որոշ ոչխարների հատվածին այլ հովիվատեր կանգնել, հասկանում եք։ Ու նստել, անմեղսունակ դեմքով հայտարարել, թե սա աղանդավոր է, նա չգիտեմ ինչ է, դա առաջինը ձեր մեղավորությունն է։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ որ դարձյալ հոգեվորսություն էր գնում, որովհետև դարձյալ բաց էր զգայական դաշտը, ընդ որում այս դեպքում արդեն պարտված վիճակում, եւ նրան ներսում հոշոտում էր 5-րդ շարասյուն կոչեցյալը, եւ բացի քաղաքական հատվածը գոյություն ունեին տարբեր քաղաքացիական նաեւ դրսևորումներ, բացահայտ դրսևորումներ, Էջմիածինը լուր էր ու զբաղված էր իր գործով, իր ներկայացուցիչներին քիչ-քիչ մղում էր այդ ամեն ինչի մասնիկը դառնալու, անգամ առաջին զատիկի ժամանակ ձուն էր թանկացնում, եւ Քոչարյան Ռոբերտի հետ էր միայն բարձրանում եռաբլուր, արհամարելով կառավարությանը, հայտնելով դրանով կոնկրետ քաղաքական դիրքորոշում։ Հիմա սրան պաշտպանողները, պաշտպանեք ձեր գործն է, մեզ դուք չեք էլ կարող ինձ մեղադրել այս կարծիքը ունենալու մեջ, հասկանում եք, թե չեք հասկանում էլի։ Ու գիտեք, մի առիթով այնպես ստացվեց վերջին տարիներին, էլի չնշեմ, որ ոչ մեկի չթիրախավորեմ, մի եկեղեցում էի, զատիկի օրը, եթե չեմ սխալվում, զատիկներ էլի, մեծ պակ, ու այնտեղ էր նաև տվյալ թաղամասի վարչական շրջանի ղեկավարը, այնտեղ էր նաև քաղաքացիական պայմանագրից պատգամավոր։ Ու հանկարծ պարզվեց, որ քահանան մոտեցավ եւ երբ որ երեքով զրուցում էինք, նաեւ ինչ որտեղ որ տեսանք իրար, դե բարև ձեզ, շնորհավոր, բան այս վիճակի մեջ, մեզ հրավիրեց խորան։ Այդ այսպես իմ խոսքերով ասեմ, հա, բեմահարթակ կա, վրան աթոռներ է դրված ու նման օրերին այնտեղ հատուկ հյուրերի են նստացնում։ Ես խնդրեցի, որ, չգիտեմ, պատրաստ չեմ, որովհետև եթե իրենք պաշտոնյա են ու կոստյումով էին, ես մի տեսակ խնդրեց, որ չէ, նորմալ է, սա Աստծո տունն է, այստեղ չկան տարանջատումներ։ Չասեց իմ սեփականն է, թողնում եմ։ Հասկանում եք։ Խնդրում եմ որպես, լավ, երեք դե հասարակությունն էլ ճանաչում են, հավատացյալ հասարակությունն են նույնպես, մենք բարձրացանք, այդտեղ նստեցինք։ Այնպես ստացվեց, որ ընթացքում ինչ որ տեղեր կան, որ մենք պիտի կանգնենք։ Այդպիսինն է ծիսակատարությունը։ Ու հերթական անգամը, որ դարձյալ կանգնեցինք, ես անկախ ինձանից ձեռքերս հետևս էի դրել, դες կանգնած եմ, ու ներքևից մեկին կտկտացրեց, ասես ձեռքերը հետևը չեն դնում, եկեղեցում, արագ շտկեցի, շնորհակալություն հայտնեցի, ուղղելու համար, կանգնեցի, դե մի չգիտեմ, ինչ է եղել, ինչու եմ սա պատմում, Հայաստանյան եկեղեցիներից մեկում, ես պատրաստել էի իմիջիալոց վիդեոն նույնպես ցույց տալ, բայց երևի կարիքը չկա, երևի համացանցում կհանդիպեք, քահանան ձեռքերը հետևը դրած եկեղեցում շրջում է, քաղաքացին մոտենում ասում է չի կարելի է, դուք եք ասել ախր որ չի կարելի, հասկանում եք, ասում է ձեռքերը հետևը չի կարելի եկեղեցում դնել,
Սա չանչակցում կամ մերեն ես խես նկարում բան, քահանանա։ Հիմա ես որ սա ասում եմ։ Սրանով հուշում եմ, որ պիտի դուք ավելի ուշադիր լինեք ձեր քայլերին ու գործողություններին ու նման խուլիգանական դրսևորումներով հանդես չգաք։ Ես թիրախավորում եմ եկեղեցուն եւ դուք հիմա պիտի պաշտպանեք եկեղեցին ինձանից։ Եվ գիտեք, ես էլի անկեղծորեն որ ասում եմ, ես չգիտեմ ինչպիսի հավատացյալ եմ, բայց ես մեկնաբանությամբ նորմալ է։ Նաեւ դա է պատճառը, որ շատ արագ քայլեր չեմ ձեռնարկում հանրային հրապարակային գործունեության ու կոչով հանդես առայժմ խուսափում եմ տալ, որ դուրս ենք գալիս եկեղեցին մի քանի սրիկայից ազատելու, եթե իրենք ինքնուրույն դա չեն ցանկանում անել։ Եթե նրանք պաշտպանվում են եկեղեցու ետևում ու եկեղեցու անունը փրկելու համար գոնե չեն պատրաստվում կարգալույց լինել կամ խոստովանությամբ հանդես գալ կամ չգիտեմ այնտեղ ինչպես է արվում, ապա կներեք դրանով թիրախավորում ու մեծ վտանգի տակ են դնում եկեղեցին։ Հիմա ես եկեղեցու դեմ եմ, դուք եկեղեցու պաշտպանը, աղոթեք, ծնկեք եւ աղոթեք։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։